AMG հեռուստաընկերության եթերում ես շարունակում եմ։ Բերոնք շարքը բարև ձեզ։ Շնորհակալություն հեռուստաընկերության ղեկավարությանը այս եզակի հնարավորությունը ինձ ընձեռելու համար, շնորհակալություն դռները բաց պահելու համար։ Եվ այսպես ես ուզում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին իր ողջ պերճանքով թշվառության մասին հետո կխոսենք, ասում են պերճանքն ու թշվառությունը։ Գագիկ Ռոստոմյան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, Հայ ֆիլմում 1977 թվականից սկսած կինոստուդիայում կրկնօրինակման աշխատանքներ է կատարել, գլխավոր եւ էպիզոդիկ դերերում նկարահանվել է։ Նկարահանվել է Երջանկության մեխանիկա եւ Կապիտան Առաքելը ֆիլմերում, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմական խոսքի դասախոս։ 2000 թվականից Հայաստանի հանրային ռադիոյում հեղինակել է Կուլիսներ հաղորդաշարը։ 2001 թվականից Հայրենիք հեռուստաընկերությունում մեր հայրենիքի պատմություն հաղորդաշարն է վարել։ Ար հեռուստաընկերությունում 2008 թվականին Պատմություն հայոց, Հայկական հետք, 2009-ին մեր մեծերը հաղորդաշարերն եք հեղինակել։ Պարոն Ռոստոմյան, այս որ կարդում եմ շունչս կտրվում է, ձեր վաստակը, ձեր անցած ճանապարհը, ուզում եմ ասեմ, այստեղ ինչ գործ ունեք։ Ամենակարևորը չասացիք։ Ասեք։ Ես նախ ներկայանում եմ որպես Թումանյանի անվան պետական տեխնիկային թատրոնի դերասան։ Այո, բայց նաև փոխտնօրեն եք եղել թատրոնի երկար տարիներ, այո, կներեք։ Առաջնայինը դերասան։ Լավ, դերասան։ Դե, հիմա եկեք ասեք, այս վաստակի տեր մարդը, այս կոչումների տեր մարդը, ամբողջ ուժը զրկված չեք, հիվանդ չեք, անկողնային չեք, դուք Ամերիկայում ինչ գործ ունեք։ Գիտեք, եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ չեմ եկել երազանքիս հետևից։ Ոչ էլ երազել եմ հրեշտակների քաղաքում ապրել։ Սոցիալական պայմաններից դրդված տեսա, որ արդեն անհնար է հարցեր լուծել Երևանում, ստիպված երեխաներից թողեցինք Երևանում, կնոջս հետ եկանք, որպեսզի կարողանանք թեթևացնել Երևանի բեռը։ Իսկ պատճառը տղայիս համար տուն էինք գնել, կանխավճար էինք տվել, իմ աշխատանքները կամաց-կամաց պակասեցին, աշխատավարձը պակասեց, բանկին պիտի փող տայինք, բայց արդեն հնարավոր չէր, որպեսզի չկորցնենք նա, ստիպած մենք լքեցինք մեր երեխաներին եւ եկանք նահանգներ։ Տեսեք, ձեր խոսքերն եմ ուզում մեջ բերեմ, գրված է, որ դուք ասում եք, որ թատրոնի նկատմամբ սերը երեխաների մեջ պիտի ներարկել դեռ դպրոցից։ Հիմի ըստ ձեզ մեր թատրոնը, հատկապես տեխնիկային թատրոնը, ինձ համար տեխնիկային թատրոնը, ընդհանրապես տեխնիկները դրանք այն արարածներն են, ովքեր ասում են ճշմարտություններ։ Ես մի քիչ ուսումնասիրել եմ, այդ ռուսական տեխնիկներ կային, Պետրուշկա կար, պանկար, չգիտեմ, ձերբակալում էին անգամ ցարական կառավարիչները, տեխնիկին ձերբակալում էին, որ ճշմարտությունը չասի, որ իշխանությունների երեսին չհեգնի։ Մեր մոտ հիմա ինչ վիճակ է, մեր տեխնիկները, չգիտեմ, Թումանյանի հերոսների տեսքով են ասում, մյուսի տեսքով ասում են այդ ճշմարտությունները։ Դե գիտեք, եթե թատրոնը անկախ տեսակից, առավելևս տեխնիկային թատրոնը, եթե քաղաքական հարցեր պիտի բարձրացնի, նախ պիտի լինի այն ռեժիսորը, որը կարող է այդպիսի հարցեր բարձրացնել, որ հանրությանը ուշադիր կլինի, իսկ ռեժիսորի համար նյութն է կարևոր, դրամատիկական գործը, պիեսը պետք է պիտի լինի։ Ես չեմ ուզում այդքան խորանալ, ես չեմ մեղադրում իմ գործընկերներին, բայց 91 թվականից հետո մեր երկրում շատ արժեքներ փոխվեցին։ Ամեն ինչ սկսվում է դրանից, երբ հետադարձ հայացք ենք գցում 88 թվականի փետրվարի 20-ից սկսված միտինգներին, 90-ականներին, գիտեք, մենք
մի ազգ էինք եւ մի գաղափար, մի նպատակ ունեինք։ 90-ականներից ազգը սկսեց այդ շարժումը, այդ նպատակը, այդ գաղափարը սկսեց տրոհվել, բաժանվել եւ կամած մարդիկ սկսեցին հիասթափվել։ Մենք շատ հերոսներ ենք ունեցել։ Բայց ոչ մի հերոսի մասին երբևիցե չգրվեց, չասվեց, չխոսեց։ Եսի նկատի ունեմ գեղարվեստական խոսքի արժեքով։ Բացի այդ, իսկ նաև ով կարողացավ Լաչինի ազատագրումից հետո չալպտուրիկ շորեր հագնել, գնալ գար, դարձավ հերոս։ Դե դրա համար եմ ասում, արժեքները փոխվեցին։ Արժեքները փոխվեցին։ Տեսեք, ես ֆրիկով ձևակերպեմ, հմի դժարեց բաններս, երբ թաթարն եղավ թագավոր, զրկեց զամենայն աշխարհս, գողերն արավ տիրավոր։ Պատերազմի բեռը դեռ չթոթափած, մենք կընկանք, այսպես ասած, թաթարի ձեռքը։ Ես այսպես եմ ձևակերպել։ Փոխվեց արժեքները։ Արժեքները փոխվեցին։ Ես երբևիցե ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չեմ եղել, ոչ մի կուսակցության համակիր չեմ եղել, որտեղ իմ կուսակցությունը եղել են թատրոնի հանդիսատեսը, երեխաները, եւ ես չէի կարող լինել, ասենք, կոմունիստ, դաշնակի, հնչակի կամ որևէ բանի խառնուրդ։ Երեխաներին ասել դուք մի եկեք, դուք մի մտեք, հասկանում եք, չէ, իմ կուսակցությունը եղել են երեխաները, ես 43-44 տարի աշխատել եմ այդ թատրոնում եւ պատահաբար եմ եկել այդ թատրոնում, բայց սիրահարվել եմ ու մնացել եմ։ Երբևիցե ես ոչ մի այդ երկրորդ եւ երրորդ նախագահներին չեմ ընտրել։ Բայց չեմ էլ հանդուրժել, որ ասել են նրանք թուրք են։ Ես այսօր եմ ասում, չի կարելի հանրապետության ղեկավարին ասել թուրք։ Ով է ընտրել այդ ղեկավարին։ Մենք։ Ուրեմն մենք այդքան թուրք ենք, որ մեր ղեկավարը թուրք է։ Այստեղ այլ խնդիր կար։ Կեղծված համատարած ընտրություններ եւ այդտեղից խեղված մնացած վիճակները։ Թուրքի ու հայ այս պայմանական ասեցի ֆրիկի խոսքը, բայց այստեղ երբ որ անարդարը գալիս է իշխելու զորով, մենք կորցրեցինք, սկսեցինք կորցնել։ Ես սկսած առաջին նախագահի 96 թվականի կեղծված ընտրությունները։ Այնպես չի որ ես շոյում եմ, բայց առաջին կեղծումը թույլ տվեցին 96-ին առաջին նախագահի հետ կապված, հետո ինքը հրաժարական տվեց, հետո եկան մյուս ավելի ճկուն կեղծողները եւ մենք սկսեցինք կորցնել մեր արժեքները, սա է խոսքը։ Ընտրողը, ժողովուրդը հավատը կորցրեց։ Արդեն քաղաքական այդ կուսակցություններում չկա մարդ, որին ժողովուրդը վստահում է։ Այստեղ երբ որ հավատը կորում է, ժողովուրդը արդեն ազգ չենք, արդեն պետություն չենք։ Թումանյանը կասեր խալխ ենք։ Խալխ ենք։ Թումանյանի դարասկզբի ասած խալխը այսօր էլ նույնն է, ինչի՞ց է այդպես։ Գիտեք, մենք մեր պատմության ընթացքում միշտ վազել ենք, ձգտել ենք լավին, կարևորին, բայց անընդհատ հետ ենք նայել։ Մենք չենք կարողանում մորթվածի, ծեծվածի, ջարդվածի, բռնաբարվածի այդ հոգեվիճակից դուրս գալ, ազատվել։ Մենք անդադ վկայակոչում ենք, տեսեք մեզ մորթեցին։ Ես մինչև շարժումը սկսել է, երբ որ խոսք էր գնում, ես ասում եի, մենք ունենք գրող, կարդացեք, Թումանյանը 2 հոդված ունի։ Մեր ցավը եւ լավը չենք, անկեղծ չենք։ 120 տարի առաջ գրված այդ կարճ թերթի հոդվածներում մեր ամբողջ ազգի նկարագիրը այդ մարդը տվել է, հանճարեղ ձևով է։ 2 հարևան են, մեկի փորից արունա գնում, ինչա թե մյուսի հողը լավ աբերք տվել։ Ասում է, եղբայր դու չես աշխատել, դու հողը չես մշակել։ Ու այսպես գալիս է հոգևոր դասին։ 2 տեր են, մեկը կաթողիկոսին բողոքում է, որ նրա օգուտը շատ է, իրանը քիչ է, հարց են ասում, ախպեր, դու հայրերը մինչև վերջ չես ասում ու խմած ես։ Այսպես գալիս է դասատուներին, բարձրանում է մինչև ու վերջում ինչա թե մեր թայֆիցը չես։ Ապրեք, այդ թայֆեն միջև հիմա կա, մեր թայֆիցը չէ։ Դե դա է մեր ցավը, դա է մենք գիտեք, մեր մեջ դառնությունը շատ է։ Թումանյանն ասում է, գիտեք,
600 տարի ապրել ենք տարբեր պետությունների ոտքի տակ ենք եղել, երկիրը ոտքի տակ։ Ասում եմ, նայեք Վարունգի քոլը։ Ոտատական գել բերքը դառնա։ Այդ դառնությունը մեր մեջ մենք չկարողացանք ազատվել այդ դառնությունից։ Եվ այսօրվա բոլոր արատավոր երևույթները գալիս են այդ մեր մեջ, ազգի մեջ կուտակված դառնությունից, դրան գումարած սովետական միության այդ հանրային ասվածից, բոլորի սեփականություն ասեց, երբ որ մենք հասկանում ենք իմ երեխան, իմ տունը, իմ շեմի 4 հատ մետլախը, որ կպցրել եմ։ Աստիճանաբանդակը լիֆտի մոտ կեղտոտ կլինի, դա իմը չի։ Կապ չունի, հա։ Այդ տրորված լինելու գործոնը մեր միջից պիտի արվեստի դուրս հաներ, մշակույթի մարդիկ դուրս հանեին։ Այդ քաղաքականությունն էլ կարծես թե տեղի չունեցավ, այդ մոտեցումն էլ չեղավ։ Այդտեղ էլ ցույց էին տալիս, որ մենք տրորվել ենք։ Դե դրա համար դառնենք։ Ես թատրոն, առասարակ թատրոնի համար գրական նյութն է պետք։ Ես միշտ զարմացել եմ ռուսները հայրենական պատերազմի կամ քաղաքացիական 18 թվականի պատերազմի ժամանակ չասեմ ոչ աննշան ինչ որ մարդ ինչ որ չափի իր ծառայողական գործողությունները կատարել է դա իր պարտքն է եղել որպես զինվոր մենք այդ պատերազմի ժամանակ ունեցել ենք Հենրիկ Զաքարյան հետախույս երբ որ ես կարդացել եմ ես ասում գժվելու հերոս է գժվելու մարդ է մենք չգիտենք մեծ հաշվով այդ մասին մենք մեր ազգային հերոսների մասին բան չունենք ես չեմ ընդունում Ստալինին չեմ ընդունել ինձ համար սովետական միությունը առասարակ այդ կոմունիստական հասարակակը վատն է եղել բայց պատերազմի տարիներին այդ հանճարեղ դահիճը հասկացա որ ժողովրդի ազգային ոգին պիտի բարձրացնել վրացիները նկարեցին Շոթա Ռուստավելի, հայերը նկարեցին Դավիթ Բեկ։ Դատատուտաշյայի իրենց հերոս ունեին, սարքեցին։ Այսինքն բոլոր ազգերը, 15 հանրապետությունները սկսեցին ազգային ոգին բարձրացնելու համար պատմական իրենց արժեքները վերհանել։ Մենք 90 թվականից մենք ունենք մենք կրանք մեր հայ ֆիլմը հաշվել չի լինի մեր հերոսներին ոչ մատների վրա ոչ այն խորհրդային տարիների փայտից հաշվիչների վրա մեր հերոսներին չենք կարող հաշվել բայց հերոսներին կուսակցականացրինք էս էլ էր տնականություն դե դրոյին սարքեցին միայն դաշնակ հերոս չգիտեմ Անդրանիկը պետք չէ Նժդեհը քախեր այսպես այդ կուսակցական անհամաձայնությունը այդ միասնությունը որ պիտի լինեն միասին չէ նայեք Ուկրաինայում երբ որ փորձում են Զելենսկուն գահընկեց անել նախկին նախագահները չեն միանում նրանք ասում են այսօր մեր երկիրը ծանր վիճակի մեջ է պատերազմի մեջ է մենք չենք կարող մեր երկրի դեմ քայլ անել պատերազմը գդադարի մենք գիտենք լծակները մենք Զելենսկուն կհանենք այդպես պիտի լինի իսկ մեր մոտ արյունը դեռ կաթում էր կռվի դաշտում դեռ մարդիկ կռվում էին զոհերին անընդհատ վերում էին Երևան 92 թվականին դաշնակցությունը միտինգերանում ամբողջ Բաղրամյան պողոտան փակեր խորոված էին անում ելիր դաշնակ դրո երգում էին պարում էին ես որպես հասարակ քաղաքացի ես ում հավատամ ոնց հավատամ խնդանալու է, բայց խնդիրը մեր հավատալը չի, չնայած ամեն մարդ իրենից պիտի սկսի։ Այս ամենաթողության վերջը կարծես չի երևում։ Դատարկ է դաշտը, տեսեք, ոնց չարացած էինք, էլի չարացած ենք։ Ոնց կորցրեցինք ժամանակին, չգիտեմ, Ղարսն ու Նախիջևանը, անգլիացիները միջամտեցին, գծեցին, էլի կորցրեցինք։ Հիմա էլ եկանք Շուշին կորցրեցինք, այդ տառապանքով ամբողջ Արցախը կորցրեցինք։ Գիտեք, մեր ցավը, որ մենք չենք կարողանում ինքնուրույն մեր հարցերը լուծել։ Մենք կարող ենք ընկնել անապատի մեջ, գտնել մի օազիս, ցորեն աճացնել, եգիպտացորեն, չգիտեմ, ապրել, գոյատևել, ապրել։ Բայց մենք չենք կարող ինքներս մեր պետական քաղաքական հարցերը լուծել։ Մարդկանց հետ խոսում ես, մարդիկ
Վատ էինք ապրում, արա դե սովետի վաղ լավ էր, էլի ապրում էինք, էլի 100 մանեթ փող էինք առնում, եթում էինք Ռուսաստան ֆռնում էինք, գալիս էինք, գողնում էինք, արա ինչի ախար։ Ես ամբողջ կյանքս չեմ գողացել։ Մի օր մեկ ինձ ասաց կներեք ես ժարգոնի համար չգիտեմ, ասաց ապե գիտես ինչ լավ էր սովետի վաղ, հավը ջուրը սրսկում էինք մեջը, տոլնիկով հավ էինք ծախում։ Այս ապուշը հիացած է, որ ինքը խարդախել է ու ծախել է։ Ու հիմա կարոտում է այդ օրերին։ Դե դրա համար են ուզում որ սովետական միություն լինի։ Հա, հիմա նորից միություն են ուզում։ Այդ դրան ինչ կասեք։ Դե ինչ պիտի ասեմ, որովհետև վերջի ես 30 տարում կամած հետընթաց ապրեցինք։ Մոռացանք Ստեփան Զորյանին, մոռացանք Դերենիկ Դեմիրճյանին, մոռացանք Ռաֆուն, չգիտեմ, արկելեցին երևի շատ խելոք։ Չէ, ուղղակի բանի տեղ չդրեցին, անցավ գնաց։ Դպրոցական ծրագրում չկա, չեն պարտադրում որ կարդան։ Ռուսականում չկա, մեր հայկականում կա։ Մեկը ինձ ձեռքի առնում ասում է դու որի որ դարի գրականություն ես մնացել, երբ որ խոսում եմ ասենք Ռաֆուց կամ չգիտեմ Թումանյանից։ Բայց Ռաֆու խենթ կարդացողներն էին, չէ, կռվում 90-ականներին։ Այո, այո։ Այսինքն այդ սերունդն էր կռվում։ Այդ սերունդին կեսը զոհվեց, կեսին սարքեցին հակա, կեսին սովաստարավ թողեցին, չասեմ զնդաններում, պատերի տակ, բոմժի կարգավիճակով, դե ստիպած նոր եկողսենուտն էլ արդեն չգիտի, որն է ճիշտ։ Ինչին հավատա։ Ում հավատաս, այն կռված տեղեքը, որ այսօր սոված են, թե այն չկռված գեներալները, որ 4-5-6 մեքենայով են շրջում քաղաքում։ Էլի ֆրիկին իշենք եւ այս է բանկու ֆալախկի, մեկնի պապանց պարոնորտի, մեկնի հարանց մուրող լինի, մեկին հազար ձիու ջուրի, մեկին ոչուլ մի ոչ մակի եւ այլն, բայց էլի հիմի դժար է բաններից, որ թաթարն եղավ թակավոր, դա պայմանական խոսք։ Աղքատը դառը դատի, դատատստի քար աշխարհ, էլ ինչի ես քարը թողում, կարի վրա քար աշխարհ։ Հասկանում եք, ես եկող սերունդ ես, երիտասարդությունը, ջահելությունը ում հավատա, ինչին հավատա։ Պարոն Ռոստոմյան, ամենա հետարքիր միտքը ինձ համար է պահին, որ ուզում եմ մի քիչ բացեիք, ասացիք, մենք առաջ ենք գնում հետ նայելով։ Հա։ Հա։ Ինչի նկատի ունեք։ Արաբա-սովետի վաղ լավ չէր։ Սա է մեր տունը քանդում։ Այլ ոչինչ չկա։ Կամ երբ հոսում ես մարդիկ ասում են, արա դե մեկի ձեռի տակ պիտի ապրենք էլի։ Կամ ռուսի կամ թուրքի, ամերիկացին հեռու է, անգլիան հեռու է։ Ձեր հոր աստուն մեռնեմ։ Ինչի՞ չեք ուզում ինքներդ ձեզանով ապրել։ Մի գողացեք։ Այդ գողացածը թողեք թող զենք դառնա։ Երկրորդ պետություն հարգեք։ Ես ասում եմ, ես չեմ ընտրել ոչ մի նախագահի, երկրորդ ու երրորդ նախագահի, բայց ես երբևիցե թույլ չեմ տվել պետության դեմքերի մասին խոսել, վիրավորանքով խոսել։ Այո, հայհոյել, Ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ գնալով չընտրելով։ Գնալով չընտրելով։ Ոչ մեկին չեմ ընտրել։ 10,000-ով, 5,000-ով ընտրել։ Չէ, ոչ այդ փողն են վերցրել, ոչ էլ ընտրել եմ։ Մնացյալն արել են, դուք քիչ եք։ Դե այսօր ինչ են բողոքում։ Չգիտեմ։ Ախր նայեք ասում են, արա դե երկիր չի։ Խեղճ այն սարը, ծառը, օպերայի շենքը, չգիտեմ, եկեղեցին, Էջմիածին ինչ մեղք ունեն։ Հաղարծինը, չգիտեմ, Չեն ասում մենք իսան չենք։ Չեն ասում մենք լավը չենք։ Դրա համար ասում թող կարդան Թումանյանի մեր ցավը, որ ասում մենք լավը չենք։ Դե ես կարծում եմ, հիմա տեսեք, թատրոնում, ասենք, բաց թողում կա։ Պետության տարբեր բնակավարում բաց թողումներ կան։ Գործող նախագահ են, չգիտեմ, հին նախագահ են, մեկը դեռ դուրս չեկա ու ասի, այ կներեք, այստեղ ես սխալվել եմ։ Սա էլ ծնում է մյուս անհանդուրժողականությունը ըստիս։ Ախր գիտեք, ախր ոչ ոքին պետք չի։ Մշակույթը ղեկավարում են մարդիկ, որոնք մշակույթի հետ կապ չունեն։ Ոստիկանությունը ղեկավարում են ոստիկանության հետ, որոնք ոստիկանության հետ կապ չունեն։ Դատախազությունը ղեկավարում են մարդիկ, որոնք դատախազության հետ կապ չունեն։ Առևտրի նախարարություն ասեմ, ղեկավարում է մարդ, որը առևտրի հետ բացարձակապես կապ չունի, չի հասկանում տալ առնելը ինչ է նշանակում։ Մենակ առնել չի, նաև պիտի տաս։ Կսովորի էլի։ Այսօրն ենք ընկել։
Դրա համար եմ ասում, արժեքներ են փոխվել։ Մեր մի մետր չի, մեր մի կիլոգրամ չի, մեր սիրուն չի, մեր բարձրահասակ չի, մեր կարճը չի։ Դե տեսեք, այդ մեր սիրուն չի, մեր մոտ ամբողջը գլխի վայր է։ Ինչ ենք անելու, դուք երբ եք պատրաստում վերադառնալ Հայաստանը։ Պատրաստում եք թե չէ։ Լավ եկաք, չգիտեմ, պարտքերը կարողացաք օգնել, աջակցել թե չէ։ Գագիկ Ռոստոմյանի բեմելն ու, չգիտեմ, թատրոնում խնդիրներ կարգավորել է երբ ենք տեսնել։ Ձեր բեմական խոսքի վարպետությունը նորից մեր թատերական ինստիտուտին էլ պետք չի։ Ես չգիտեմ, ինստիտուտը դրա կարիքը ունի կամ թատրոնը իմ կարիքը ունի։ Այ հարց է, չէ՞։ Հարց է։ Պիտի այս հարցերի պատասխանը լինի։ Չնայած ես էլի ասել եմ ու ասում եմ, որ ես Երևանում եմ, այստեղ զստած ես Երևանով եմ ապրում, Երևանով եմ շնչում, որտեվ իմ երեխաները Երևանում են, Հայաստանում են, իմ թոռները այնտեղ են, ես հարցեր եմ լուծել, մի քանի հարցեր կլուծեմ եւ ես չեմ կարող երկար մնալ այստեղ։ Ձեր խոսելուց էլ է զգացվում նաև մեր հանդիպումից։ Պարոն Ռոստոմյան, շնորհակալ եմ։ Ես չգիտեմ մշակույթի մեր պատասխանատուները ոնց է լինի լսում են, դիտում են։ Երկրորդ Ռոստոմյան էլ չունենք։ Այն փորձը, այն բեմական խոսքը, այն շիտակությունը մեր ուսանողներին ու մեր պետությանը պետք է։ Այն Տիգրան Արձակացյան կարաս մեր մուշկի եկեք, ժամանակի մուշկի եկեք։ Տեսեք, կարողանում եք այն գործը, որ մեր զավակներին պետք է, մեր պետությանն է պետք է, այս տրամաբանությամբ պարոն Ռոստոմյանին չեմ մոռանալ եւ բոլոր Ռոստոմյաններին։ Համեցեք։ Գիտեք, ցավը որն է, որ նախագահների ժամանակ հերթով արժեքները զրկվեցին։ Ես մշակույթի մարդ եմ, խոսեմ մշակույթից։ Չէր կարելի հանրային հեռուստատեսությունը օրական 24 ժամ Վարդուի Վարդանյանով սկսեին վերջացնեին։ Հայտարարություն է։ Ես դեմ չեմ, ես անձի խնդիրը չի, ինքը հետաքրքիր կատարումներ ուներ, լավներ, տարբերվում էր իր կատարումներով տարբերվում էր մնացածներին, բայց էլ դիմակահանդես են անում ինչ տարբեր։ Բայց Վարդուի Վարդանյանին բերել օպերա եւ ոչ միայն եւ Գոհար Գասպարյանին թաղում չկազմակերպել։ Նայեք ինչ եմ ասում, երբ գեներալ Նվեր Սաֆարյանը Երևանի փողոցներով քայլում էր, Թիգնոցով էր մանգալի, որ գեներալի ուսադրիները Չերևան, կամ Աշոտ Ղազարյանը հերոս, կամ Սուրեն Ռոստոմյանը սովետական միության հերոս։ Մարդիկ ման էին գալիս, սովորական ման էին գալիս։ Այսօր մեր գեներալները որտեղից երկնքում այնքան աստղեր չկան, ինչքան Երևանում գործող քայլող գեներալներ կան։ Մի ամբողջ գեներալաբույլ արժեքներ չի, որ խախտվել է։ Իհարկե խախտվել է։ Իսկ ով պիտի այդ հարցերին լուծեր, ես ասել եմ, ասում եմ, հիմա էլ եմ ասում, արդյոք որևիցե մեկը կլսի ու բանի տեղ կդնի։ Ցավը սա է։ Դրա համար ենք ասում, որ լսեն։ Ավանակաբարո ապրելուն պիտի վերջ տանք։ Գիտեք, ամբողջ տեսեք Վարդուին ասեցիք, մի ուրիշ համասերամոլի այնպեսի մի թաղում արեցին, որ սիրտս կանգնեց։ Այս ինչ երկչից տմերավ։ Մեջները բան չկար, հետո արժեքներ են կորել։ Բա այդ օպերայում մեջ կամ կողքը քայլող 4 բարձրագույն կրթություն ունեցող երաժշտական բարձրագույն կրթություն ունեցող մարդ չեղավ, որ ասեն, ես ինչ եք անում։ Չեն ասել, որովհետև իրենց գործը պաշտպանել են։ Ես մի անգամ ինչ որ մեկին վաստակավոր կոչում էին տվել, ասացի լավ, բա այդ անտեր կոնսերվատորիայում գայ կամ երաժշտանոց ասենք հիմա հայերեն ասում ենք 4 պրոֆեսոր չկար, մի դիմում գրեր այդ անտեր կամ չգիտեմ տիրավոր նախագահին ասեր, ախպեր ջան, ամոթա մենք ենք սրա պրոֆեսորը, չէ։ Մի ուրիշ հիմար հայվյանքով բանաստեղծություն է գրում, էլի ինչ եթե այդքան բան այդ հացի քոր կոպեկը չգիտեմ, լավ չի հաց հավաքել։ Ինչ են ապրում։ Իսկ թատրոն փակելը
Մասին էլ չեմ էլ կարող հասկանամ, ինչ են անում։ Փոսի թատրոնը փակեցին։ Փակեցին հույս կա որ չի փակվի։ Էքսպերիմենտալ երիտասարդական փոսի թատրոն sense ասել։ Ինչ եք փակում։ Այդ գոյն էլ հիմա փակեցին։ Գոյի մասին եմ ասում։ Հա, փոսին է հենց հիմա գոյնը։ Չէ, փոսը փակեցին, թաղումը 7:40 կարեցին, վերացավ գնաց։ Հիմի գոյն են փակում։ Ինչ եք փակում։ Ինչ սխալում։ Աս դες ինչն է սխալում։ Ինչ դժվար ճանապարհ է անցել այդ թատրոնը, որ կայացել է, որ բացվել է։ Արդյոք պետական թատրոնները բեմադրել են այն բոլոր դրամատիկ գործերը, որ գոյը բեմադրել է։ Չեն բեմադրել, չէ՞։ Գոյը բեմադրել է, իսկ այն պետականները, որտեղ կոմունիստականներ, գաղափարախոսականներ չեն բեմադրել, գոյում բեմադրել են։ Այս ուզում եմ այդ չեզոքությամբ ասեք, օրինակ գոյը իրականում խանգարում էր Սունդուկյանին, դեռ ինչ էր կատարում։ Դե եթե խանգարում էր, ներողություն։ Ուրեմն Խորեն Աբրահամյանը իրենից արժեք չէր ներկայացնում, որ այդ 4 ընկերների Արմեն Մազմանյանի, Սամսոն Ստեփանյանի մոռացա։ Ոչինչ։ 4 ընկերներով են բացել այդ թատրոնը։ Թատրոնը ճանապարհ է անցել։ Ինչ եք փակում։ Ասում են տարածքը Սունդուկյանին։ Հա ինչ անենք։ Բա պետություն եք, մտածում եք ազգի մասին։ Տարածք տվեք, հատկացրեք, 2 կոպեկ փող ծախսեք, թող թատրոնը շարունակի գործունեությունը։ Ախր դուք եթե ազգ եք, ինչով եք ներկայանում ամբողջ աշխարհին։ Դեպուտատներով, դե երևի չէ այդպես։ Կրիմինալ աշխարհով, հա։ Մեզ երևի թատրոն պես։ Այ բանը ինչ էր H1-ով բան են բեմադրում, ինչ էր անասնական մի հաղորդում կա, դիմակահանդես, անասունների գլուխ են դնում, բան ասում են մենք շոու ենք անում։ Շոու։ Ինչներից է պետք։ Այս դեպքում։ Եթե այսպես շարունակվի, հուսով եմ չի շարունակվի։ Եթե դա զուտ իր ասելիքով, գաղափարախոսությամբ տարբերվում է ու ասելիք ունի որակով, թող լինի, բայց դա պատճենահանած ռուսական հեռուստաալիքներից ու ցածր որակի։ Անդունդ, դա։ Ցածր որակի։ Դուք լավատես եք։ Գիտեք, մեր ազգը եթե լավատես չլիներ, այսքան ժամանակ չէր ապրի։ Ես չգիտեմ, թե սրանից հետո քանի գեներալ կունենանք, մարշալ կունենանք կամ գեներալիսիմուս, բայց ես հավատացած եմ, որ թատրոնի համար լավ օրեր կլինեն, թատրոնը իսկապես ծաղկունք կապրի եւ չգիտեմ, եթե պետությունը մշակույթ չունեցավ, ազգային մշակույթ չունեցավ, պետություն չկա։ Ես ինչով եք ներկայանալու։ Ուզանք որ այն ինչ մենք այս պահին խոսեցինք, տեղ հասավ, վստահ եմ որ տեղ հասավ, մնում է այն հայտնի կենթանու ականջում չքնեն։ Շնորհակալություն իմ հրավերքը չմերժելու համար, ասելիք ունեք։ Շնորհակալություն, որ հիշեցիք, որ հրավիրեցիք։ Ես ցնցվեցի, ես հաճելիորեն զարմացա, բայց ցնցվեցի որ դուք այստեղ եք։ Ես ապշեցի։ Ինչ ասեմ։ Առողջ կացեք։ Այսպեսին է մեր իրականությունը։ Այդ իրականությունը ստեղծողները մի կողմ են տերերը ովքեր այսօր պարտավոր են ուշադիր լինել, կոչ եմ անում ուշադիր եղեք։ Կհանդիպենք։